Հավաքական արևմուտքը աներկբա շահագրգռված է գործող իշխանության առաջիկա ընտրություններում հաջողությամբ։ Թե Ադրբեջանը ինչ-որ կտրուկ քայլեր անի ռազմական բնույթի կամ ագրեսիայի տեսանկյունից սովածող, ես կարծում եմ Եվրամիությունը ընդհանրապես կմտահոգվի։ Եվրամիությունը ուզում է դա անել առանց որևէ պարտավորության տակ մտնելու եւ հենց դրա համար աջակցում է։ Դուք կարող եք չանակցնել, հենց դրա մասն է խոսքը գնում է։ Ես դա չեմ բացառում, որ Ռուսաստանը շահագրգռված է ընտրությունների արդյունքով։ Եվ դա բնական է։ Իրանք խիստ կասկածում են թե առաջիկա ընտրություններում Փաշինյանը, որի վրա իրենք խաղադրույք են արել, ստավկա են արել, չէ՞։ Հա, կարող է հաղթի։ Զիջիր Հայաստանը։ Ուրեմն ամբողջ կենտրոնական Հայաստանը էլ կզիջես։ Բեռնիա չի դարձնում։ Չէ, նրանք գիտեք, ես ասում, հիշեք, շատ պետք է մենք խնդրենք, որ Ռուսաստանը մեզ վերստի իր կազմի մեջ, որովհետև դա Իրան հեշտ պետք չի։ Հատացնում եմ, դա ավելնորդ խնդիրներ են իր համար։ Երբ որ Ռուսաստանը նման քայլեր է գնում, նշանակում է ինչ որ մի բան իր համար բանը բանից կարող է անցնել։ Ինչու Թուրքիան ոչ մի ռազմական քայլ չի կատարում Հայաստանի նկատմամբ, հա՞։ Միթե դա պայմանավորված չէ Ռուսաստանի ներկայությամբ։ Սյունիքը մեզ համար նույնպիսի Հորմուզի նեղուց է։ Նույնպիսի դա մեր Հորմուզն է։ 97-ը ճակատագիր։ Մենք իշխանության խնդիր չենք լուծում։ Մենք լուծում ենք Հայաստանի պետության լինել չլինելու հարցը։ Հայաստանում 4 օրից ընտրություններ են։ Դրանք այս անգամ ուղեկցվում են արտաքին աննախադեպ սատարումներով ու ճնշումներով։ Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը տարբեր կողմերին, բայց թերևս նույն մոտիվացիայով շատ ակտիվ են միջամտում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր պետական գործի տեսակետ է մեզ շուրջ ու մեզանում ծավալվողի մասին։ 1992-93 թվականներին Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյան, բարև ձեզ կիզակետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Պարոն Հարությունյան, եւ այսպես, եթե կարճ սկսենք հենց արտաքին ազդեցություններից կամ միջամտություններից, Թրամփի տեքստը ուղիղ, բացի այն, որ Ռուբիոն եկավ, ուղիղ նախադասությամբ աջակցում եմ Նիկոլին եւ այլն։ Սա միջազգայնագետները անմիջապես ասացին, որ աննախադեպ է ԱՄՆ-ի պատմության կամ գոնե ժամանակակից, երբ որ նախագահ այդպիսի տեքստով է ընդհանրապես աջակցում որևէ մեկին։ Արդյոք սա ազդեցություն կունենա եւ միջամտություններ։ Սա նրանք գումարեք նաեւ արևմուտքի ակտիվ, շատ ակտիվ հեռախոսազանգեր ամեն օր Փաշինյանին, հիմա էլ լուր տալիս ֆոն դեր Լայենի հետ է խոսելու։ Ինչու ոչ Եվրոնյուզի Հայաստանում միշտ դա համարվում հեղինակավոր լրատվամիջոց չէ, Եվրամիության խոսափողներից մեկը, հենց Եվրամիության, այնտեղ էր ֆինանսավորվող, եթե չեմ սխալվում, են հայտնի հրապարակված օրերս հարցման արդյունքը, որը Բրեյվիսը հերքեց։ Տեսեք, մեծ իմաստով ես ձեր մտահոգությունը կիսում եմ։ Կիսում եմ այն կոնտեքստ, կամ եթե ոչ ձեր, ապա բոլոր նրանց, ովքեր փորձում են վերլուծել այս ակտիվությունը հայաստանյան ներքաղաքական զարգացումների առումով տարբեր դերակատարների փորձում են ներկայացնել որպես ուղղակի միջամտություն ներքին գործերին, ես այդ կարծիքին եմ։ Տեսեք, բայց այդուհանդերձ կան իրավիճակներ, կան գործոններ, որոնք կարծում եմ առանձնահատուկ մեկնաբանման կարիք ունեն։ Ինչը ես ի նկատի ունեմ։ Ընդ որում ես ի նկատի ունեմ հատկապես վերջի 1-1.5 ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Եթե փորձենք նույնիսկ այսպես ժամանակագրությամբ անդրադառնալ այս զարգացումներին, ապա մենք կարող ենք արձանագրել հետևյալը, որ տարբեր ինտենսիվությամբ, բայց արևմուտքը անվերապահ Արևմուտքը ասել է եւ տվյալ դեպքում ես նկատնում եմ թե Եվրամիությանը եւ թե Միացյալ Նահանգներին, այս հավաքական արևմուտքը աներկբա շահագրգռված է գործող իշխանության առաջիկա ընտրություններում հաջողությամբ։ Այնպիսի տպավորություն է գոնե ինձ մոտ, հա, որ ոնց որ կներեք ստավկա դրած լինեն։ Այսինքն սարսափելի երանդով եւ երբեմն անբացատրելի, հասկանում եք, ջանասիրությամբ են փորձում գործող իշխանություններին ուրեմն աջակցել։ Իմ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է, որ իրանց համար էլ
այս առաջիկա ընտրությունները ոչ միայն մեզ համար, Հայաստանի բնակչության համար, այլ իրենց համար էլ շատ ճակատագրական է։ Շատ կներեք մի միջանկյալ ինչու, նայեք, պարզունակ ինչուն ամեն օր ասում են, որ այդպիսով Հայաստանին որպես գործիք դուրս մղեն Ռուսաստանին։ Իսկ կարող է դա չէ, այլ կամ դա է, կամ էլ մենք այդ ինչ ունենք այստեղ, որ ուզում են վերցնել մեզնից։ Տեսեք, այդ ինչ ունենք այստեղ, ես կթողնեի դեռ երկրորդ պլան։ Ես չեմ կարծում, որ դա է ամենակարևորը։ Դա վատ կարևոր, այսինքն դա երկրորդական չէ, բայց հանուն այդ ինչ ունենալու հանուն այդ հարցադրման կամ այդ խնդրի լուծմանը այսպիսի քայլերի չէին գնա։ Տեսեք, Ռուբիոն, լավ, այսպես ասենք, Եվրոմիության, այլշուտ Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովը մայիսի 4-ին Հայաստանում։ Այդտեղ բացի մուտքի խոսքերից Հայաստանի մասին ոչինչ չկար։ Եվրոմիության լիդերները հավաքվել են Հայաստանում եւ խոսում էին Միացյալ Նահանգների հետ իրենց հարաբերությունները հստակեցնելու, որի արդյունքում ըստ էության Եվրոմիության, եթե կարելի ասել ռազմաքաղաքական ավտոնոմիայի մակարդակը, ինքնուրույնության մակարդակը բարձրացնելու խնդիրներից են խոսում։ Այսինքն, այստեղ Հայաստանի հետ ոչ մի կապ չկար։ Այսինքն Հայաստանի հետ խնդիր չէր եւ իրանց համար, եւ դա բնական է։ Երկրորդը, ընդ որում ես ուզում ձեր ուշադրությունը հրավիրել նաեւ այն հանգամանքի, որ նույնիսկ այդ մուտքի, այդ ուղերձներում կամ խոսքերի մեջ որևէ մեկը Եվրոմիության պատասխանատուներից նույնիսկ ակնարկ չարեց, որ Հայաստանը նպատակ է դրել դառնալ Եվրոմիության անդամ։ Նույնիսկ ակնարկ չի եղել դրա վերաբերյալ։ Ավելին ասեմ, հաջորդ օրը նույն Եվրոմիություն եւ Հայաստան համագործակցության գագաթնաժողովում եւ Կոշտան, Եվրոմիության նախագահը, եւ ֆոն դեր Լայենը, հանձնաժողովի ղեկավարը, շատ պարզ տեքստով բացատ ներկայացրեցին իրենց հետաքրքրությունը, Եվրոմիության հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Պարզ ասվեց, մեզ հետաքրքրի Հայաստանը, որտեղ դա մի տարածք է, որի միջոցով մենք կարող ենք հասնել անխափան առանց խոչընդոտի Մերձկասպյան հատվածներ, այսինքն իրենց նպատակը ոչ թե Հայաստանում ժողովրդավարությունն է, ոչ թե մարդու իրավունքների գերակա, ասենք թե իրավունքի գերակայության խնդիրը, այլ շատ պարզ էին մարդիկ, ազնիվ էին, իրենց հետաքրքրում է Հայաստանը իր տարածքով, իր աշխարհագրական դիրքով, եւ ահա թե ինչու, եթե դուք հիշում եք այդ հանդիպումներից օրեր անց, նույնիսկ կարծում ես նախընտրական մրցապայքարում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պարզվում է մեր աշխարհագրական դիրքը փոխվել է։ Հիշում եք այս ֆրազը, աշխարհագրական դիրքը փոխվել է։ Աշխարհագրական հաջորդ օրը Երևանյան երկխոսություն կար։ Միգուցե, տեսեք, աշխարհագրական դիրքը փոփոխվել է դարձվածքը կամ այս խոսույթը կամ բառակապակցությունը առավել քան հարցեր է առաջացնում։ Ուրեմն բառը չէ, որ աշխարհագրական դիրքը չի փոխվել։ Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, այլ փոխվել է Հայաստանի աշխարհագրական դիրքի նկատմամբ աշխարհաքաղաքական վերաբերմունքը։ Այսինքն կա ռեալ շանս Հայաստանի աշխարհագրական դիրքը վերածել աշխարհաքաղաքական պոտենցիալի։ Դրանով իսկ այ մի բան, որ չի ասվում երբեք իշխանությունների կողմից, որտեղ չի էլ գիտակցվում։ Դրանով իսկ նպաստել արտաքին հնարավոր սպառնալիքները չզոքացնելուն։ Այսինքն, երբ քո աշխարհաքաղաքական պոտենցիալ, իսկ տվյալ դեպքում աշխարհաքաղաքական պոտենցիալով պետք է հասկանանք քո երկրի պետության ինչ որ մեկի համար աշխարհաքաղաքական կարևորությունը, նշանակությունը, խոսքը սրա մասին է։ Հիմա Եվրոմիությունն ասում է, լսեք, ձեր աշխարհագրական դիրքը ես ուզում եմ օգտագործել ընդամենը արևելք անխափան թափանցելու համար։ Մեղադրելու չի, որ նրանք այդ նպատակն են հետապնդում։ Ինձ հետաքրքրում է, իսկ մենք ինչ ենք շահելու։ Օրինակ, Եվրոմիությունը վաղը չեմիսորը քայլ մատին խփի, որպեսզի մեր սոտ խոզնավար հատվածի բոլոր ռազմավարական բարձունքներից ապօրինի Հայաստանի սուվերեն տարածք մտած ռազմական ուժերը ադրբեջանական հետ քաշվեն։ Դուք կարծում, ես այդ մասին հարցադրում անգամ չեմ լսել։ Հասկանում եք, այսինքն մենք պատրաստ ենք ձեր տարածքը օգտագործել մեր նպատակների համար, բայց կներեք ըստ էության մենք կարող եմ, ես հիմա պատրաստ եմ ցանկացած այդ գրած գալ։
Ցանկացած այդ գրած գալ, որ եթե Ադրբեջանը ինչ որ կտրուկ քայլեր անի ռազմական բնույթի կամ ագրեսիայի տեսանկյունից սողացող, ես կարծում եմ Եվրոմիությունը ընդհանրապես կմտահոգվի։ Կհայտարարեն կապած չեք ամաչում, ոնց որ Տրամպին ասում է, մենք Տրամպին հիշում եք օգոստոսի 8-ին ինչ ասին, հա, խոստացել եք, հա, հանգարցակի չտեսնեմ, չլսեմ, չիմանամ, որ դուք խախտեցիք պայմանները։ Այսինքն հիմա Փաշինյանը սատարում են, որ ինքը այդ պայմաններով է համաձայն։ Օրինակ մյուս քաղաքական ուժը, ընդդիմությունը ու իշխանության չի անի դա։ Չէ, տեսեք։ Խնդիրը սրանում է։ Ուրեմն ոչ թե մերժել համագործակցությունը, որտեղ դուք Եվրոմիությանը չեք կարող ասել, ինչու ես դու ուզում անխափան հաղորդացվես միջինասիական երկրների եւ նրանց կարողություններին։ Դու չես կարող այդպիսի բան հարցնես։ Խնդիրը այլ բան է։ Որ ինչպես եք ուզում դուք մեր տարածքից օգտվել, մեր աշխարհագրական դիրքից օգտվել։ Արդյոք Սյունիքով Եվ խոսքը հենց դրա մասին է։ Այսինքն իշխանությունը այդ հարցը չի դնում իրենց առաջ։ Այսինքն Սյունիքը, ես ասում եմ օրինակ եւ բազմաթիվ անգամ եմ ասել։ Բազմաթիվ անգամ։ Այո, մենք կարող ենք դառնալ եւ պարտավոր ենք դառնալ այդ Միջին-Միջանսկի կարևորագույն, չասենք կարևորագույն, հա օղակներից մեկը, որտեղ այդ նույն Միջին-Միջանսկի օղակ է նաեւ Ադրբեջանը եւ Վրաստանը, նույնիսկ Իրանը, հասկանում եք, չէ՞։ Ուրեմն մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որսի դառնանք այդ Միջին-Միջանսկի օղակներից մեկը։ Ինչու է դա պետք։ Որովհետև Միջին-Միջանսկը դա այնպիսի մեգատնտեսական ծրագիր է, որ եթե դուք դառնում եք այդ ծրագրի մասնակից, ապա ձեր անվտանգությամբ այդ ծրագրի մեդիատորները, ղեկավարները, շահագրգիռ ազդեցիկ խաղացողները ձեր անվտանգությամբ իրենց շահերից ելնելով են դառնում շահագրգռված, որտեղ իրենց պետք է այդ տնտեսական ծրագիրը անխափան իրականացվի։ Հասկանում եք, այսպիսի առաջարկություն կամ այսպիսի քննարկում, այսպիսի մեկնաբանություն այդ հարաբերությունների ձևավորման ես չեմ լսել։ Ավելին, ես համառորեն, երևի թե թույլ տվեք անամես չթվա, հավանաբար այն հազվագյուտ քաղաքական պետական գործիչներից են, որոնք համառորեն 21 թվականի ծասկում խոսում են Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Ղարս, այսինքն այդ Միջին-Միջանսկի Հայաստանի համար միակ տարբերակը դա է։ Հասկանում եք, Եվրամիությունը, այսինքն կարող ենք ձևակերպում այսպեսին անել, որ Եվրամիությունը ուզում է դա անել առանց որևէ պարտավորության տակ մտնելու եւ հենց դրա համար աջակցում է։ Դուք կարող եք չանցնել, հենց դրա մասն է խոսքը գնում է։ Այսինքն ես օգտվեմ ձեր հնարավորություններից, բայց ընդհանրապես խոստանամ ձեզ, խոստանում գիտեք, բավական մեծ թվեր տան։ 2.5 միլիարդ եվրո ձեզ կվճարենք, խոստանում եմ։ Մենք հիշում ենք, որ 18 թե 19 թվականին այդ թիվը մենք մի անգամ լսել ենք։ Այն ժամանակ նույնիսկ ավելի կոնկրետ էին ասում, իսկ 600 միլիոն եվրոն հատուկ կտան Սյունիքի հատվածի հյուսիս-հարավ ճանապարհային հատվածի կառուցման համար, բայց մենք մինչև հիմա այդպիսի բան չենք էլ տեսել ու չենք էլ տեսնելու։ Եվրոմիության մեկը լինի Եվրոմիության հիմա փող տա։ Եվրոմիությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած իր իսկ անվտանգային հարցերը արդյունավետ կարգավորելու տեսանկյունից, ռազմական պոտենցիալը բարձրացնելու տեսանկյունից, մենք բոլորը դրանք ովքեր հետևում են Միացյալ Նահանգներ Եվրոմիություն փոխհարաբերություններին, խոսքս դրա մասին է, ուզում եք անվտանգ լինել կամ դուք պետք է ինքներդ լուծեք ձեր հոգակ ձեր անվտանգության խնդիրները, դա Տրամպի խոսքն է ուղղված Եվրոմիությանը։ Ուստի բարի եղեք ինձ վճարեք, ես պատրաստ եմ ձեզ համար ձեր անվտանգության երաշխավոր անվտանգություն երաշխավորելու անհրաժեշտ զինամթերք, զինատեսակներ տրամադրել։ Այսինքն, այստեղ խոսքը գնում է նրա մասին, Եվրոմիությունը ազատ գումարներ չունի։ Սա մենք պետք է արձանագրենք։ Եվրոմիության բոլոր այս բոլոր նախաձեռնությունները աշխարհաքաղաքական նպատակ են հետևում եւ ուղղված են Ռուսաստանի դեմ։ Իրանք ամեն ինչ անում են եւ դա պատահաբար չի, որովհետեւ Եվրոմիության ըստ էության 24 թվականից հետո ռուս-ուկրաինական ռազմական առճակատումը դե ֆակտո դարձել արդեն Եվրոմիություն, Ռուսաստան ռազմական առճակատում։ Այն պահից, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, դա 24 թվականն էր, երբ Եվրոմիության առանցքային դերակատարները Ֆրանսիա, Գերմանիա, կարծեմ, Բրիտան Եվրոմիություն չի, բայց Բրիտանիան Եվրոպայի, հա, որոշում կայացրեցին Ուկրաինային տրամադրել միջին հեռահարության հրթիռներ, որը հնարավորություն էր տալու Ուկրաինային խոցել Ռուսաստանի խորքը, թիկունքը, այդ պահից սկսած ըստ էության Եվրոմիությունը
մտավ ուղղակի ռազմական արճակատման մեջ Ռուսաստանը սա արձանագրել է եւ բազմաթիվ անգամ զգուշացումներ է արել։ Այսօր մենք տեսնում ենք թե Բալթյան երկրների տարածքը ոնց է օգտագործվում, օտային տարածքը, ինչպես նաեւ միգուցե եւ ցամաքը օգտագործվում Ռուսաստանի վրա, չէ, հարձակումներում։ Սա խոսում է այն մասին, որ այլևս խնդիրը կամ խոսքը չի գնում ռուս-ուկրաինական արճակատման, ռազմական արճակատման մասին։ Այլևս իդեպ նախաձեռնությունը էլի ես վերապահում եմ եվրոպացիների նախաձեռնությամբ ըստ էության արճակատման, ռազմական արճակատման արեալը շրջանը ընդլայնվեց։ Շատ լայնվեց։ Եվ հիմա էլ Ռուսաստանը բազմաթիվ անգամ զգուշացումներ է անում։ Միա գնացեք այդ ճանապարհով։ Դրա արձագանքներն են տեսնում այստեղ ապրեք։ Հիմա տեսեք։ Հիմա տեսնում ենք արձագանքները, բայց Ռուսաստանը ինքը իրեն այս քայլերով դուրս չի դնում հարավային Կովկասից։ Մի վարքյան խնդրում եմ տեսնեք։ Այսինքն մի բան ակնհայտ է, չէ՞, որ Եվրոմիությունը այլևս Ռուսաստանյաններ էկզիստենցիա սպառնալիքներ ստեղծող միավոր է։ Թշնամի է։ Այո, թշնամի է։ Եկեք իրեն էկզիստենցիալը դա թշնամին է։ Այո։ Սա ակնհայտ է։ Հիմա այս պայմաններում, տեսեք, Ռուսաստանը փորձում է իր հնարավորությունների շրջանակներում խոչընդոտել Եվրոմիության խոչընդոտ, անարգել Հայաստանի տարածքով իր նպատակներին հասնելուն։ Հիմա տեսեք, օրինակ շատ տրամաբանական հարց է։ Կներեք, այսինքն անկախ Երևանը ինչ կհայտարարի, չի հայտարարի, հա, սա կապ չունի Փաշինյանի հայտարարությունների հետ։ Ինքը անկախ կապ ունի, նաև ունի, այո, չէ։ Տեսեք, մի հարց եմ ուզում տալ, հնչեց տալ, շուտ ձեզ չեմ տալիս, ես ինքս ինձ եմ այդ հարց տալիս։ Եվրոմիության անդամակցության մեկնարկի վերաբերյալ օրենքը ընդունվել է անցյալ տարի։ Բավականին երկար ժամանակ։ Այսինքն այս ամբողջ ընթացքում սա շատ էական է։ Այս ամբողջ ընթացքում մենք Ռուսաստանի կողմից կտրուկ քայլեր Հայաստանի այդ նախաձեռնության առումով չենք նկատել։ Բայց հիմա կարծեք թե Ռուսաստանը սրում է, սա ապրիլի 1-ը հիշում եք այդ հանդիպումը, ինչու, ինչն է պատճառը։ Ինչու Ռուսաստանը մինչ այդ համբերատար էր, հիմա ոմանք ասում են, գիտեք, խոսքը գնում է ընտրությունների մասին։ Շանտաժանել, որ ռուսամետները գամ հաղթեն, պարզ։ Ես դա չեմ բացառում։ Ես դա չեմ բացառում, որ Ռուսաստանը շահագրգռված է ընտրությունների արդյունքով։ Եվ դա բնական է։ Ինչպես Արևմուտքն է շահագրգռված ընտրությունների արդյունքում Հայաստանում, այնպես է Ռուսաստանը։ Այսինքն դա էլ կա, բայց դա գլխավորը չէ։ Ես ասում եմ դա գլխավորը չէ։ Խնդրեմ ուշադրություն դարձեք։ Այսինքն նախընտրական մրցապայքարը վերջին 1 ամսում չի սկսվել։ Եկեք ռեալ լինենք։ Եկեք իրեր իրենց անուն անվանենք վաղուց, դեռևս անցյալ տարվանից։ Իսկ եթե կուզեք, նույնիսկ Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ի հանդիպումից հետո։ Բայց Ռուսաստանը շատ հանգիստ էր այդ ամենին վերաբերում, եթե դուք հիշում եք, նույնիսկ մեկնաբանություն եղավ, որ որևէ մի արտարոց բան դրանում չեն տեսնում։ Այս ընթացքում Ռուսաստան Եվրոմիություն հարաբերությունները շատ լարվեցին։ Ավելի քան մինչ այդ էր, հասկանում եք, սա է հարցը։ Այսինքն հիմա Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր հարաբերությունները Եվրոմիության հետ այսօր տեսնում է անհամեմատ ավելի լարված, անհամեմատ ավելի սպառնալից երկուստ է իդեպ։ Քանց ասենք դրանից մի կես տարի առաջ կամ 1 տարի առաջ։ Հետևաբար այս դինամիկան սպառնալիքների ապրանքներ, սանկցիաներ, թշնամանքի այս դինամիկայի խորացումը ստիպում է Ռուսաստանին այլ քայլեր դիմել։ Այդ թվում նաև փորձել իր հետաքրությունը երաշխավորել այնպիսի կարևորագույն ռեգիոններում, ինչպես Հարավային Կովկասն։ Մենք անուղղակիորեն տուժում ենք։ Այսինքն, տեսեք, մենք չենք տուժում։ Մենք պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Ցավոք սրտի այն ինչի մասին ընդդիմությունը անընդհատ զգուշացնում էր, որ չի կարելի գնալ այն քայլերով կամ այնպիսի ուղղությամբ, որ Հայաստանը դառնա կռվախնձոր ազդեցիկ խաղացողներ, կարծեք թե դա ականջալուր չեղան իշխանությունները եւ հիմա մենք դարձել ենք խոշոր խաղացողների համար կարող մեր հետաքրություն, մեր շահերով այլևս ոչ ոք չի հետաքրում։ Իրանց պետք է Հայաստանը օգտագործել իրենց խնդիրները լուծելու համար։ Սա է վտանգավորը։ Եվ այս կոնտեքստում տեսեք, մի օրինակ եմ ուզում բերել, որտեվ ես դրա մասին անդրադարձել եմ նաեւ Facebook-յան իմ գրառումներում։ Ռուբիոյի այցը 50 րոպեանոց այց։ Այսինքն Ռուբեն չես էլ կարող ասել այց է եղել, որովհետեւ այդ մարդը նույնիսկ օթանավականից դուրս չեկավ։ Կանգար կարելի ասել։
կանգար եւ 3 կարևորագույն փաստաթղթեր են ստորագրվում։ Հիմա ինձ մոտ բնական հարց է առաջում։ Այդ փաստաթղթերը չէր կարելի ստորագրել ունակ հունիսի 7-ից հետո։ Հանգիստ։ Կարելի էր կամ որևէ մեկ այլ բոլը քիչ թե շատ այսպես ասած չէ ծանրակշիռ այցելության շրջանակներում իհարկե կարելի էր հետեւաբար պետք է ընդհանրապես շտապում են ինչու են շտապում Միացյալ Նահանգները շտապում են ինչու են շտապում հավանաբար ենթադրում են իսկ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները դա Euronews-ը չի հասկանում եք նրանք անհամատալի լուրջ կառույցներ են եւ Միացյալ Նահանգների եւ մի6-ը բրիտանական եւ նրանք հասկանում են մի բան հավանաբար ենթադրում եմ ես բոլոր հիմքեր ունեմ այդպես ողջամիտ հիմքեր ունեմ դες մտածելու իրանք խիստ կասկածում են թե առաջիկա ընտրություններում Փաշինյանը որի վրա իրենք խաղադրույք են արել ստավկա են արել չէ հա կարող է հաղթի նրանք արդեն մտավախություն ունեն հետեւաբար եկեք հիմա քանի դեռ ինքը կա ինքն է իշխանության հաստատքերը ստորագրեն եւ այլն վաղը չեմիսորը եթե իշխանապողություն լինի մենք նոր իշխանությունների արժեվ կդնենք այդ քայլը այսինքն կանգնեցնենք նրանց փաստի առաջ ինձ ոչ ոք դրանում հակառակում չի կարող համոզել հասկանում եք ես որևէ անտրամաբանական բան փորձում եմ չշարադրել այսինքն այն ինչի մասին ես խոսում եմ դա ողջամիտ տրամաբանությամբ է պայմանավորված հաջորդը տեսեք Տրամպը որը նույնիսկ Հայաստան, Արմենիան, Ալբանիան էր խառնում։ Տրամպը, որը օգոստոսի 8-ից մի քանի ամիս հետո կարծեմ միջազգային հարթակներից մեկում նույնիսկ Նիկոլ Փաշինյանին չէր ճանաչում, Փաշինյանը բավականին ջանքեր գործադրեց, որ ասի բարեկամս ես այն մարդն եմ, որի ձեռքը թույլ էր սեղմել օգոստոս, հիշում եք, չէ՞։ Տրամպը, որ կրկնում եմ նույնիսկ չէր ճանաչում Նիկոլ Փաշինյանին, հիմա գրառում է կատարում իմ հրաշալի բարեկամ տերմինը։ Այդ ինչի մասն է խոսքը։ Այս ինչ փոխվեց այս ընթացքում, որ նա դարավ ձեր հրաշալի բան, որին դուք կրկնում եք նույնիսկ ոչ անունով, ոչ էլ դեմքով եք ճանաչում։ Սա ակնհայտ խոսում է այն մասին, որ նրանք խիստ շահագրգռված են եւ մտահոգված իդեպ ընտրությունների հնարավոր արդյունքով։ Այսինքն արդյունքը կարող է ըստ էության իրենց չբավարարել։ Ստրախովկան արեցին ճակերտավոր Ռուբիոյի գալով։ Իրանք փորձեցին դրանով նախ իրենց խնդիրները լուծելու համար ստեղծել իրավական քաղաքական լուրջ կռվան, վաղը չեմիսօրը նոր ձևավորվող ընտրությունների արդյունքով հնարավոր նոր իշխանությունների հետ հարաբերությունները կարգավորել կամ ձևավորել առումով։ Ես այստեղ ոչ մի հակատրամաբանական կամ մեղադրելի չեմ համարում ես ամեն ինչ, հասկանում եք, ավելին ասեմ, մեծ իմաստով այն ինչ որ պլանավորում են այդ թվում նաև հազվագյուտ մետաղների կամ դա եթե ճիշտ կազմակերպվի արտադրանք ստանան եւ արտահանեն, չէ՞։ Այո, խոսքը գնում է մոլիբդենի, ոչ թե խտանյութի արտահանման մասին, այլ մոլիբդենի եւ պղնձի մաքուր, ուրեմն ստանալու եւ արտահանելու։ Այսինքն, այստեղ ես օրինակ անկախ նրանից ով կլինի իշխանությունը, այս հնարավորությունից պետք է օգտվի։ Այստեղ թողնենք մի կողմ։ Խնդիրը դա չի։ Խնդիրը արդյոք այս նախաձեռնությունները տնտեսական փոխհամաձայնեցված համագործակցությունը ուղղված է երրորդ պետության կամ երրորդ կողմի դեմ, օրինակ Ռուսաստանի դեմ։ Սա է հարցը, որովհետև մենք ուզենք թե չուզենք չենք կարող հաշվի չնստել նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի եւ հետաքրքրություններով այս տարածաշրջանում այդպես չի որ հասկանում եք այսօրվա դրությամբ նույնիսկ տեսեք Միացյալ Նահանգներ, Իսրայել եւ Իրան ռազմական առճակատումը այդ հսկայական ռազմական պոտենցիալը չկարողացավ ծնկի բերել Իրանին ռուսների արձագանքից դատելով ուղղված է արդյոք իրենք օբյեկտիվ են իրենց դեմ է ըստ էության նաև ամերիկյանը հայ-ամերիկյանը ես կարծում եմ ոչ այնքան ամերիկյան հայ-ամերիկյան համագործակցությունն է Ռուսաստանի մոտ առաջացրել որքան հայ-Եվրոմիություն Հայաստան-Եվրոմիություն համագործակցությունը որտեղ Եվրոմիությունը եթե նույնիսկ Տրամպը այնքան ասենք իմաստնություն ունի կամ խոհեմություն ունի, որ իր հարաբերությունը Ռուսաստանը չի սրում միջև վերջ, ճնշում է, ինչ-որ հետ քայլ առաջ եւ այլն, Եվրոմիությունը այդպեսին չէ։ Եվրոմիությունը գնում է ըստ էության առճակատման, ընդհուպ միջև, այլևս խոսում են, չէ, պատերազմ միջև վերջի ուկրաինացին։
Այսինքն եվրոպացիների համար ինքը Ուկրաինան եւ ուկրաինական այլևս այն կարևոր արժեքությունը, կարևորը իրեն կարողանան Ռուսաստանին ռազմավարական պարտության ենթարկել։ Սա դրա համար եմ ասում, Ռուսաստանի համար հարավային Կովկասը այլևս ռազմավարական պարտության դեմն առնելու կարևորագույն խնդիր է, որտեղ զիջիր Հայաստանը, ուրեմն ամբողջ կենտրոնական Ասիան կզիջես, ու դրանից հետո պարշի թե ինչ կլինի քո արևելքյան, ես Ռուսաստանի մասին ասում, Ուրալից եկում ընկած, տեսեք, Ղազախստանի սահմանը մոտ 8000 կիլոմետր է։ Այդ սահմանը 278 կարծեմ, եթե չեմ սխալում, սահմանային կետեր կա դրած։ Բայց այդ գիտեք, բոլորը Ռուսաստան, Ղազախստան, Ռուսաստան դուրս են գալիս, շրջանցելով այդ սահմանակետեր, գիտեք ինչու, որտեղ այդ սահմանը հարթավայրային է, ոչ մի ռելիեֆ է այնպեսին չի, որ դու կարողանաս բնականից հասկանում եք, չէ՞։ Սա լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար։ Ակնհայտ է, որ ինքը պետք է մտահոգվի։ Եվ տեսեք, եւ ինչ է ինքը ասում, Ռուսաստանը ինչպես է ներկայացնում, ասում է լսեք, եւ դա հենց ապրիլի 1-ի զրույցի հիմնական սցենար լեյտմոտիվն էր։ Նաեւ մայիսի 9-ի։ Նաեւ մայիսի, հա, բայց ապրիլի 1-ը շատ ցուցիչ էր, շատ տպավ։ Ինքը ինչ էր ասում, ասում էր լսեք, ասում էր. մենք մեր հնարավորություններով Ռուսաստանը որպես Եվրասիական ցական միության անդամ, բայց բնականը ամենագլխավոր խաղացող։ Մենք Ռուսաստանը իր հնարավորություններով ձեզ նպաստում է, օգնում է, որսի Հայաստանի բնականոն կենսագործունեությունը իրականացվի, ապահովվի։ Օգնում է թե ոչ։ Մենք մեր տարածքը տվել ենք ձեզ, շուկան ձեզ համար շատ մատչելի է, ել չեմ ասում էներգակիրներ եւ այլն։ Դրանով ասում են այո։ Այսինքն այո։ Հետեւաբար հարց. եթե ես իմ կարողություններով նպաստում եմ քո տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը, արդյոք դու պարտավոր ես հաշվի նստել, հարգել իմ հետաքրքրությունները։ Խոսքը սրա մասին է։ Ռուսաստան ուրիշ բան չի ասում։ Գուբերնիա չի դարձնում։ Չէ, նրանք գիտեք, ես ասում, հիշեք, շատ պետք է մենք խնդրենք, որ Ռուսաստանը մեզ վերցնի իր կազմի մեջ, որովհետև դա իրան հեշտ պետք չի։ Հատացնում եմ, դա ավելնորդ խնդիրներ են իր համար։ Այդ մտայնությունը գուբերնիա կդառնա բան հեքիաթներ են դրան։ Ընդամենը հարգանք է պահում։ Խոսքը գնում է, նա ասում է, լսեք, ես ձեզ օգնում եմ, ակնհայտ է, չէ՞ որ օգնում եմ, աջակցում եմ, նպաստում եմ, ես եմ այդպիսի որոշում կայացրել։ Բարի եղեք դուք էլ իմ հետաքրքրությունների եւ հետաբար անվտանգության հետ կապված խնդիրները հարգել։ Իրավունք սա շատ բնական է, հասկանում եք։ Ես անկեղծ ասեմ, առիթներ եմ շատ ունեցել։ Ինքս Ռուսաստանի հարավային ուղղությամբ քաղաքականությանը շատ քննադատաբար եմ վերաբերվել։ Հարցը դա չի, բայց գիտեք, բաներ կա, որ դու իրավունք չունես հաշվի չնստես։ Հայաստանի այսօրվա իշխանությունը ունի համարձակությունը չնստելու, որովհետև եւ Արարատ Միրզոյանը եւ Փաշինյանը ասում են սպասեք ընտրությունները անցնի, կառուցողական մթնոլորտում կկարգավորենք հարցերը։ Ուրեմն կառուցողական մթնոլորտում միջև հիմա կարող են կարգավորել։ Միջև հիմա ոչ մեկը եւ ոչ մի բան չէր խանգարում իրենց այդ կառուցողական մթնոլորտը պահպանել։ Տեսեք, ես չեմ ուզում ուրիշ բաներին անդրադառնալ, սկսած հապկի նկատմամբ իրաց վերաբերմունքից Խաչատուրը բան, ես չեմ ուզում դրանց անդրադառնալ։ Ամենաթարմ օրինակը անցյալ տարի էր կացում, չէ՞ թե այս տարվա սկիզբն էր։ Եվրոպարլամենտում բանի Փաշինյանի ելույթը ինչի մասն էր։ Բացարձակապես հակառուսական ելույթ էր։ Սկսած հիբրիդայինից, հա, երևի։ Բացարձակապես հակառուսական, չէ՞։ Ըստ էության մենք առաջի անգամ չէ, որ լսում ենք իշխանության կողմից Ռուսաստանը մեր սպառնալիքն է համար 1։ Չարիք մեր գլխին։ Մենք սա լսել ենք, չէ՞։ Հիմա դուք կարծում եք մենք լսում ենք, նրանք չեն լսում։ Բայց լսերն ու քայլերը, պարոն Հարտոյան, ոչ ոք բազա չի հանում, ոչ ոք դեռ երաշտամետ քայլերի համար։ Տեսեք, դրա համար չէ։ Դրա համար խոսքը գնում է խոշոր ազդեցիկ պետության քաղաքականության մասին։ Ինքը կտրուկ քայլեր չի անում։ Ինքը չէր անում, զգուշացնում էր, խորհուրդ էր տալիս, Լավրով-Միրզոյան հարաբերությունների ժամանակ հավանաբար ինչ-որ բաներ էին խոսում, չէ՞ իրար հետ։ Այդտենց չի եղել, չէ՞ որ չեն խոսացել։ Հետևաբար նա համբերատար սպասում էր, կարծելով, ենթադրելով, որ այդ հորդորները մի գնացեք այդ ճանապարհով, մի փորձեք շրջանցել մեր հետաքրքրությունները, մի առամարեք կամ անհարգալից վերաբերվեք մեր ռազմավարական կառավարության հետաքրքրությունների խնդիրներին, չէ՞, անվտանգության ոլորտում։ Հավանաբար նման խոսակցություններ գնացել են, այլապես ապրիլի 1-ի այդ զրույցը տեղի չէր ունենա։ Մենք բոլորս գիտենք, որ Պուտինը որպես կանոն աշխատում է շատ ռուսերեն լավ խոսք կա, ապտիկայի մի բանաձևումներով
իր օպոնենտների կամ գործընկերների հետ բան խոսել, բայց ապրիլի 1-ին հանդիպմանը շատ կոնկրետ էր ինքը։ Սա խոսում էր այն մասին, որ ինչպես Տրամպն է, գիտեք, ես օրինակ ինձ մոտ նստի տպավորություն է, որ դա Տրամպի ոճը փորձես Պուտինը կիրառել։ Տրամպը ինչ ասում, իր ամենամտերիմ գործընկերներին, ասում եմ մեր միջև փոխհարաբերությունները գործարք է։ Ուզում ես ես քեզ օգնեմ, վճարի։ Իմ ասածն արա։ Ես նկատի ունեի Հայաստանի կողմից քայլերը, պարոն, բացի հակառուսական հերոտորաբանությունը, տեսեք, շատ այն արևմտամետներ, հա, շատ մոլի, ասում են, ժողովուրդ, արևմտամետը Սահակաշվիլին էր, կամ հակառուսը Սահակաշվիլին էր, ասեց բազաները հանեք, ժամկետը տվեց, դուրս եկան։ ԵԱՏՄ-ի եւ այլն կառույցներից դուրս եկավ, այնվա ԵԱՏՄ չկար, ԱՊՀ-ից եւ այլն։ Բա մենք ոչ բազան ենք հանում, ոչ ԵԱՏՄ-ից, ոչ ՀԱՊԿ-ից։ Ուրեմն նախ եկեք արձանագրենք, որ 2000-ական թվականների առաջի դեկադան տասնամյակը գլոբալ աշխարհակահական իրավիճակը որակապես այլ էր, քան այսօր։ Այն ժամանակ Սահակաշվիլին կարող էր այնպես բաներ թույլ տալ, որի համար իր մորութին հասավ, ստացավ ինքը։ Բայց թողնենք դա մի կողմ։ Ես կրկնում եմ, իմ ընկալումներով Ռուսաստանը գնում է այնպիսի քայլերին, որ իր պատկերացմամբ կստիպի հասարակությանը, որտեղ այդ քայլերի հիմնական թիրախը, հիմնական հասցեատերը, թիրախ բառը ճիշտ չէր, հասցեատերը, դա հասարակությունն է, հայ ժողովուրդը։ Եվ իդեպ ապրիլի 1-ին էլ էր նա իր խոսքերը, որ ասում էր, ինքը նկատություններ Փաշինյանին։ Նա ասում էր, որպեսզի դա այդ մոտեցումները հասցեագրված էին Հայաստանի ժողովրդին։ Հիմա ինքը նույն քայլերն է անում։ Այսինքն օրինակ ես կրկնում եմ այն կարծիքին չեմ, որ դա լավագույն լուծումներն են։ Արդյոք այսպես ասենք, Հայաստանի հետ ռազմավարական իրենց հարաբերությունները վերբեռնելու, վերաիմաստավորելու բոլոր հնարավորությունները այլևս սպառված են, որ մենք գնում ենք այս ճանապարհով։ Հասկանում եք, ես կարող եմ հարցը այդպես դնել։ Ինձ թվում էր, թե ոչ, սպառված չեն, բայց երբ որ Ռուսաստանը նման քայլեր է գնում, նշանակում է ինչ որ մի բան իր համար բանը բանից կարող է անցնել։ Հասկանում եք, ես տենց եմ եթա։ Այսինքն հասարակությանն ասում են կանխիր, որ ասում է դուք ուզում եք, այո։ Ինքը ասում է, տեսեք, սա ես ձեզ ցույց եմ տալիս, այն որ ասում է կուշ քեզ եմ ասում, կուլա դու լսի։ Ասում է, ես հիմա ցույց եմ տալիս, թե ինչ հնարավոր զարգացումներ են պետք։ Եզրակացություններ արեք։ Դուք եք որոշում։ Այսօրվա իշխանությունները չանսացին մեր մտքերին, չլսեցին մեզ, չեն ուզում մեզ այդ համագործակցել։ Խոսքով իբր թե, բայց ոչ իրականությունում, չէ՞, գետնի վրա, հողի վրա։ Դրա համար ասում ենք իրանք ասում են, ենթադրում են, որ խոսքը այդպես պետք է ընկալել։ Դուք որոշեք ձեր ապագան ինչպեսի պետք է լինի։ Հիմա մեր գյուղացիները հենց դրա այդ ընտրության առջև են իրանք կանգնացրել։ Արդյոք մենք կփորձենք ոչ թե մտոք, այլ այսպես ասենք, հա, էմոցիոնալ անդրադառնանք այս ամիսին, չի բացառված, եւ իշխանությունները փորձում են հենց այդպես էլ անել, այս քայլերը ներկայացնել որպես սրտիկ են ցույց տալիս, ասկա սրտով ընդ։ Հասկանում եք, բայց գյուղացին շատ լավ պետք է հասկանա, որ սա հերանեկար է, որը այդ դավեն իրան դռան չոքելու է, արդեն չոքում է։ Խոսքը սրա մասին է։ Եվ եթե մեր գյուղացիությունը, մեր գյուղացիները, ես միայն գյուղացիներին եմ ասում, որովհետև եւ նաեւ գործարար շրջանակները անհրաժեշտ եզրակացություններ չանեն առաջիկա ընտրությունների իրենց դիրքորոշումը հստակեցնելու առումով, ապա ես չեմ բացառում, որ գիտեք հիմա Ռուսաստանի համար մի քիչ ավել, մի քիչ պակաս, այլևս գիտեք ժողովրդական մի հատ խոսք կա, չէ՞, խեղդվելուց խարխարալս որն է։ Հիմա եթե Ռուսաստանը կանգնած է այնպիսի մի մարտահրավերի առջև, որ նույնիսկ խնդրեմ արևմտյան վերլուծաբաններին լսեք։ Իրենք ասում են, լսեք, ասում են մենք օբյեկտիվ վերլուծաբաններ, օրինակ Մերշայմեր, ասենք թե ենթադրենք Ջեֆրի Սաքս եւ այլն, իրանք շատ բարձ բաներ են ասում են արևմուտքը ամեն ինչ անում է, որսի ռազմական առճակատումը Ռուսաստանն է տարածվի եւ աշխարհագրորեն ընդհանուր արդեն խոսում են Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա, Ճապոնիա եւ այլն, Ֆիլիպիններ, այսինքն սրանք խոսքը գնում է երրորդ աշխարհամարտի մասին։ Մենք դառնանք դրա հրձիկներից, պատճառներից մեկը, խոսքը սրա մասին են, որոնք ոչ մի բան չշահելով։ Ինչու պատճառն է, թատերաբեմ։ Ну, պատճառ ես ասում եմ, հարթակ։ Լավ, ասենք թե, այսինքն ընդ որում ոչինչ չշահելով, որովհետև ես նորից եմ կրկնում, իմ անվտանգության, մեր անվտանգության հարցերում Ռուսաստանը ավելի
առավել շահագրգռվածը թողնենք, թե որ միջև հիմա այսպես է եղել, հասկանում եք, բայց որակապես ավելի շահագրգռված է, քան Ֆրանսիան։ Ֆրանսիան մեր անվտանգությամբ չի շահագրգռված։ Ֆրանսիան պետք է ռուս-իրանական եւ ռուս-թուրքական սահման, եկեք բաց խոսենք։ Այդպես չի կարող։ Տեսեք, հիմա մի միտք եմ ուզում շարադրել։ Շատ հաճախ իդեպ սա իրականում երբ որ ասում եմ հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնում կամ վերաիմաստավորում, ես այսպես եմ հասկանում, ի նկատի հետևյալը։ Հայաստանյան կողմը, հայկական կողմը, ով էլ ուզում է լինի իշխանության, պետք է նախ եւ առաջ խնդիրը դնի հետևյալը։ Եկեք անկեղծ բանաձևենք ինչու են մեր հարաբերությունները համարվում ռազմավարական։ Ինչու։ Սա շատ էական է, որովհետև ես պատասխանն եմ հնչեցնում, որովհետև հարավային ուղղությամբ Ռուսաստանի անվտանգության ոլորտում Ռուսաստանի համար սպառնալիքները եւ մեր անվտանգության ոլորտում սպառնալիքները նույնն են։ Արևելքից արևմուտք, Թուրքիա, Ադրբեջան։ Դրա համար ենք մենք նրանց հետ համարում մեր հետաքրությունները կամ փոխհարաբերությունները ռազմավարական։ Մնացածը անվտանգությանը հավելյալ հնարավորություն տնտեսական համագործակցություն, ասենք թե էժան էներգակիրներով նպաստել, որ դու կարողանաս տնտեսական դուք խոսում եք ֆուտուրիզմի ապագա իշխանության մասին, որովհետև այս իշխանությունը սպառնալիք չի համարում Ադրբեջանը եւ Թուրքիային։ Հայեցակարգում դեռ գրած է, բայց խոսքով չի համարում։ Տեսեք, բարձր եմ հասկանում դա։ Ես խոսում եմ ոչ թե ֆուտուրիզմի, ես ասում իրականությունում 97 թվականին այդ փաստաթուղթը որ ստորագրվել է, կնքվել է, ինչն են նկատի ունեցել։ Հենց սա են նկատի ունեցել, որովհետև մի հատ օրինակ եմ ուզում ձեզ բերել։ Շատ էական ըստիս։ Թուրքիան այն պետությունն է, որը իր հետաքրությունների, այդ թվում ռազմավարական բնույթի հետաքրությունների իրականացնելու համար երբեք չի կաշկանդված եղել այլ պետությունների տարածք գտնել։ Սիրիան ձեզ օրինակ, Լիբիան ձեզ օրինակ, չեմ ասում Կիպրոսը։ Հարց։ Անընդհատ խոսում են Սյունիքի խիստ անհրաժեշտ կարևորության մասին։ Ինչու Թուրքիան ոչ մի ռազմական քայլ չի կատարում Հայաստանի նկատմամբ, հա? Միթե դա պայմանավորված չէ Ռուսաստանի ներկայությամբ։ Սա շատ էական է որ հասկանանք։ Օրինակ տեսեք, Ալիևը իրեն կարող է որոշ բաներ թույլ տա, որտեղ Ալիևը բոլորին այլ կալիբրի խաղացող է։ Թուրքիայի քայլերը Ռուսաստանի կողմից այլ կերպ են ընկալվում, Ալիևի քայլերը բոլորին այլ կերպ։ Նրանց հետևանքների տեսանկյունից, հասկանում եք։ Դրա համար ես ուզում եմ ասել, որ մենք հայերս պետք է սա էլ գիտակցենք։ Միայն ռուսական բազայի արկայությունը, միայն արկայությունը, տեսեք ուրիշ բան չեմ ասում։ Մեջը ինչ կա չկա, հա։ Տեսեք ասում միայն արկայությունը արդեն կանխող, կանխորոշող, արփելակախարկելով գործոն է։ Սա չհասկանալ, սա չգիտակցել, կներեք, դա նույնն է ոնց որ կարակես սեփական ոտքերի։ Պարոն Արուսյան, վերջին հարցն էլ տա ընտրությունների մասին, խնդրեմ հնարավորինս կոմպակտ պատասխանել, թեև ձեզ կարելի է ժամերով լսել։ Կարող ենք ասել, այս ձևակերպումը արդյոք պարզունակ չէ, խնդրեմ, թե այդպես է ասեք, այդպես է, որ հունիսի 7-ին Հայաստանի ընտրատեղամասերում պայքարելու են ոչ այնքան ուժեղ Հայաստան դաշինքը Բարգավաճը եւ այլն մի կողմից ու ԿՊ մյուս կողմից, քան Մոսկվան ու Արևմուտքը կամ մի կողմից Բաքուն ու Անկարան, մյուս կողմից Արևմուտքը կամ Մոսկվան։ Հիշենք նաև Էրդողանի եւ Փաշինյանի անսպասելի երեկվա հեռախոսազրույցը։ Տեսեք, այն որ գործող իշխանության վերարտադրմամբ շահագրգռված են շատ ու շատ խաղացողներ, թե արևելքից ես նկատում եմ Ադրբեջան եւ թե արևմուտք Թուրքիա, Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, սա ակնհայտ է։ Հարց, ինչու են շահագրգռված։ Ինչու։ Որն է նրանց շահագրգռվածության խթանը։ Սիրում են հայերին։ Ապրում են մեր խնդիրներով։ Կներեք, մի ամբողջ հատվածի հայության ցեղասպանության ենթարկեց Ադրբեջանը, ես նկատում Արցախայությանը, Եվրոմիությունը մեկը նույնիսկ աչքը չթարթեց։ Ուր էր Մակրոնը, երբ որ այդ ցեղասպանությունը ուր որևէ հայտարարություն լսել եք։ Սա ուզում եմ ասեմ, եկեք իրենց անունով անվանենք։ Հետաբար նրանց գործող իշխանությունը հետաքրքիր է սեփական նպատակները կյանքի կոչելու։ Տարբեր են։ Այսինքն, տարբեր նպատակներով։ Ամենատարբեր։ Մեկ ուրիշը կարող ասի, իսկ արդյոք Ռուսաստանի
հետաքրությունը մեր հետ նույնպես իր շահերով չի, կասեմ իհարկե դուք ճիշտ եք, բայց մեկ տարբերությամբ, այս է կարևորը, որ Ռուսաստանի համար, անկախ թե հիմա այսօր Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները այսպես ջերմ են առաջայացքից կամ Ռուսաստան-Ադրբեջան թեպետ լարվածությունը մեծ է, չէ՞, անկախ դրանից մեծ իմաստով պատմականորեն այդ պետությունները իրար հանցանում են, եթե կարելի ասել, մրցակցային հակառակորդներ։ Մրցակցային, ես մեղ բանաձևում եմ տալիս, հասկանում եք, չէ՞։ Հետևաբար, ահա խնդիրը, որն է տարբերությունը։ Եթե Թուրքիան Արևմուտքի համար, այդ թվում նաև Էրդողանը նույն Մակրոնի համար, նույն, ասենք, Ստարմերի համար եւ այլն հանցանում է ընդամենը շատ լուրջ ազդեցիկ խաղացող, որ կարող է իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ լուրջ քայլեր կատարել, ապա Ռուսաստանին դեմ բնական է եւ Ռուսաստանին դուրս բղել, որտեվ այդուհանդերձ այդ Անակոնդայի այդ օղակը շարունակում է մնալ, հասկանում եք, եւ սա երկկողմ սա էր, ինչու, որտեվ այդպես նաեւ նրանք խոչընդոտում են նաեւ Չինաստանի ըստ էության տնտեսական էքսպանսիան եւ այլն։ Եթե դա պայմանավորված է Թուրքիայի բանի, սա համընկնում է ինձ, մեր պարագայում այդ համընկնում ես չեմ տեսնում, որտեվ նրանք Ռուսաստանի դուրս հանելու մեր տարածքը պետք է օգտագործեն։ Ես մի օրինակ եմ ուզում բերել ձեր թույլտվությամբ։ Տեսեք, տեսնում եք, չէ, Իրանը ինչպիսի նախաձախնդրությամբ է վերաբերում Հորմուզի նեղուցին։ Ինչու։ Իրանը հասկանում է, որ Հորմուզի նեղուցը իր տրամադրության, իր ազդեցության տակ պահելով ինքը երաշխավորում իր անվտանգություն երկարաժամկետ հատվածում։ Բոլորովին այդ Իրանն է, այո։ Արդյոք մեզ համար նույնպիսի նշանակություն ունի Սյունիքը։ Ես կրկնում եմ, լսեք, միշտ եղել է, չէ, ով տնօրենում է, տիրապետում է Արցախն ու Սյունիքը, նա տիրապետում է Հարավային Կովկասը։ Հիմա ես հարց եմ տալիս, արդյոք մենք չպետք է գիտակցենք, որ Սյունիքը մեզ համար նույնպիսի Հորմուզի նեղուց է։ Նույնպիսի, դա մեր Հորմուզն է։ Եվ այն զիջել որևէ մեկին իրավունք չունենք, հասկանում եք։ Դա չի նշանակում չօգտագործել Սյունիքի տարածքը տնտեսական նպատակներով։ Հունիսի 7-ին դա էլ կա։ Ես կարծում եմ հունիսի 7-ի հիմնական նպատակը դա է։ Հիմնականը դա է։ Այն իմ թված կենտրոնների։ Այո, այդ հիմնական խնդիրը դա է։ Այսինքն հունիսի 7-ին ինչու եմ ես ասում, մեզ համար ինչու ենք մենք ասում, ես մասնավորապես, որ հունիսի 7-ը ճակատագրի։ Մենք իշխանության խնդիր չենք լուծում։ Մենք լուծում ենք Հայաստանի պետության լինել չլինելու հարցը։ Մենք հունիսի 7-ին բոլորը պետք է դա հասկանան։ Ում եք նախապատվությունը տալիս, ձեր խնդիրն է, բայց հիշեք, որ մենք խոսում ենք կամ մեր քայլով, մենք կամ լուծում ենք մեր հայոց պետականություն լինել չլինելու հարցը, որովհետև կներեք դեպքն է ամբողջ պատմության մեջ անկախ պետականության 91-ից հետո բոլոր ընտրությունները նման ձևակերպում տված կա որևէ ընտրության։ Ես այդպիսի ձևակերպում արել եմ 21 թվականին, որտեղ հասկանալի ինչու էր դա, բայց չաշխատեց։ Հիմա մենք կանգնած ենք իսկականից իրականում հայ ժողովուրդը, հայաստանցիները մենք կանգնած ենք մեր վաղվա օրը շտկելու, կերտելու, սեփական պատասխանատվությամբ որոշումներ, ինքնիշխան որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը ապահովելու առջև։ Անխուսափելի անհրաժեշտություն է դա։ Դրա համար եմ ես ասում, մենք վաղը չեմ այսօրը, այսինքն ամսի 7-ին քվեարկում ենք ոչ թե այս կամ այն իշխանության օգտին կամ այս կամ այն ուժին։ Մենք պետք է գիտակցենք, որ քվեարկում ենք։ Արդյոք այս վիճակը սպառնալիքներով հանդերձ ուշադրություն դարձրեք, այս վիճակը ըստ էության բխում է մեր շահերից, թե ոչ։ Ես ասում եմ ոչ, եւ կարծում եմ շատ-շատերն են դա հասկանում, այլևս, որ դա վտանգավոր խաղերի մեջ ենք հայտնվել մենք, եւ խնդիրը կայանում է, արդյոք մենք չպետք է փորձենք այնպիսի ընտրություն կատարել, որ վաղը չեմ իսեր ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը ունակ լինի, խնդրում ուշադրություն, կարող լինի իր քայլերով մի կողմից, մյուս կողմից վստահությամբ արտաքին խաղացողների նկատմամբ հնարավորության շրջանակներում առավելագույնս անել մեր սպառնալիքները, կործանարար սպառնալիքները չեզոքացնելուն։ Ես միշտ այս հարցը տալիս եմ։ Տրիպի մասին բոլորն են խոսում, չէ՞։ Բայց հարց, բայց եթե դուք խոսում եք տրիպի մասին, բոլորը պետք է Միացյալ Նահանգներ, բայց ինչու եկել էին հասել էին Վաշինգտոն,
Բայց ինչու չասեցիք կամ հայաստանյան իշխանություն ինչու այդ հարցը չդրեցիք։ Մենք պատրաստ ենք հուշագրեր ստորագրել, բայց մեկ պայմանով։ Այնտեղ պետք է գրված լինի, որ ադրբեջանցիների ուժերը իրանց սուվերեն տարածքից Հայաստանի պետք է հետ կաշեն։ Ինչու՞ չի ասվել դա։ Դուք կարծում եք Միացյալ Նահանգները դրա մասին տեղյակ չէ։ Դուք կարծում եք Միացյալ Նահանգները չի գիտակցում, որ Ադրբեջանի այդ բոլոր ռազմավարական բարձունքների գրավելը դա նշանակում է նոր սպառնալիքներ Հայաստանում։ Բայց ինչու չեն խոսում դրա մասին։ Ես ինքնս գեղեցիկ է, ինչ-որ բլեֆ է այդ բոլորը, բլեֆ։ Եվ վերջինը Եվրոնյուզի այդ 65%, որ հայտարարում էր, որ իբր թե սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ իշխող կուսակցությունը առաջիկա ընտրություններում կունենա 65%։ Սա ամենամեծ, ամենակոպիտ, ես կրկնում եմ, միջամտությունը մեր ներքին խախտել։ Ինչ է ասում այդ հայտարարությամբ Եվրոմիությունը, որտեղ Եվրոնյուզը Եվրոմիության ռուպորն է։ Ինչ է ասում։ Ասում է պարոն Փաշինյանը, ախային, ինչքան ուզում ես կեղծիք արա։ Նույնիսկ ընդཐུպ միջև 65% սահմանադրական գերազանցություն ունեցել, չէ՞, ներկայություն։ Նույնիսկ մենք տեր ենք։ Էս ասում ինքը։ Հիմա ես նույն Եվրոմիությանը, Եվրոնյուզին եւ Եվրոմիության ղեկավարներին ասում մի հատ հարցրեք Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունից, նրանք կիսում են ձեր կարծիքը։ Եթե նրանք կիսեն, Ռուբիոն չէր գա 50 րոպե մտներ, ստեղ ու ստորագրություններ վերցներ, որովհետեւ նրանք հաստատ համոզված են, որ խնդրեմ ունեն։ Եվ այդ խնդրեմը հայ ժողովուրդը չի, խնդրում ուշադրություն դարձնեք։ Այդ խնդրեմը այսօրվա գործող իշխանությունն է։ Սա է հարցը։ Ու առաջիկա ընտրությունում, եթե մենք սա չենք գիտակցում ու բոլորով չենք գնում ընտրությունների, մենք տանուլ ենք տալի մեր ապագան, մեր երեխաների ապագան։ Ես սա հենց նես խոսքեր չեն, հավատացնում եմ ձեզ։ Ես այն մարդը չեմ, որ փորձում եմ հնարավորինչափ օբյեկտիվ լինել, հասկանում եք։ Սա շատ կարևոր է։ Ամենաէական հանգամանքներից մեկը, պարոն Գրիգորյան, մեծ բարձր աստիճանի մասնակցությունը նաև կանխարգելիչ ֆունկցիա ունի այդ ընտրության արդյունքները հետագայում խեղելու ոնց են ասում չեղյալ համարելու եւ այլն եւ որտեղ միջազգայնանությունը չի կարող արդեն նման փաստեր չի կարող հաշվի չնստել հասկանում եք հետաբար ես ուզում եմ որ մեր ընտրողները ձեր լսարանը ճիշտ հասկանա որ մեծ իմաստով մեր մասնակցությունը ոչ միայն կարող է բերել արդյունավետ իշխանափոխության, հա, այլ նաև որ ամենակարևորն է չեզոքացնել այն հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են ընտրությունների արդյունքում ոմանց մոտ առաջանալ։ Հասկանում եք, ես սա շատ եմ կարևորում։ Հետաբար ես կարծում սա այն հազվագյուտ դեպքերից է անկախ Հայաստանի պատմության մեջ, երբ որ ցանկացած դրող պետք է իրեն հաշիվ տա։ Ինչու է պետք Քանդիպենք, շատ շնորհակալ եմ ընտրություններից երևի թե կարճ ժամանակ անց եւ տեսնենք ինչ կլինի, շատ շնորհակալ եմ։ Աստված մեզ հետ։ Հիշեցնեմ կիզակետում այսօր 1992-93 թվականներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Խոսրով Հարությունյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։